Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին հայտարարության տեքստի վերաբերյալ պատիվ ունեմ խմբակցության նախագիծ նորակարգ ընդգրկելու հարցն առաջինը քննարկվեց։ Հանրապետական կուսակցության քաղաքական ուժն է այն խորհրդարան ներկայացրել։ Մի քանի անգամ ընդգծեց Հայկ Մամիջանյանը։ Այն հանձնաժողովում ստացել էր բացասական եզրակացություն։ Հունիսի 7-ին, երբ այս գործընթացը նախաձեռնվեց, ձևաթղթի տակ ստորագրել էին 6 պատգամավոր։ Սեպտեմբերի 26-ի լսումների հայտարարությամբ և հոկտեմբերի 8-ին արդեն փաստացի այդ ձևաթղթի տակ արդեն իսկ առկա է 34 ստորագրություն։ Այս պայդրությամբ կարող եմ հայտարարել, որ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը չեն խոչընդոտելու իմպիչմենտի գործընթացին և քննարկումները շարունակվում են։ Բրավո Հովիկ Աղազարյանին և Հակոբ Ասլանյանին։ Շատ ուրախ եմ, որ միմյանց հետ հանդիպում խոսում եք։ Ես փորձեմ բարձել մեր գործընկերներից, ովքեր ինստիտուցիոնալ հիշողություն են, արդյոք հնարավոր է գումարման ընթացքում փոխել խմբակցության անվանումը և հանդես գալ խմբակցության անվանումից, որը փաստացիորեն գոյություն չունի։ Հայաստան խմբակցությունը հայտարարեց լիակատար աջակցում է նախագծին։ Հայկ Կոնջորյանը տեղեկացրեց քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը դեմ է քվեարկելու մեռելացին նախագծին։ Քվեարկությամբ նախագիծ նորակարգ ընդգրկելու հարցը մեծամասնությունը մերժեց։ Երեկվա Գյումրիի դեպքերը ցույց տվեցին, որ մեծամասնությունը չի ընդունում ժողովրդի քվեն, փորձ է անում վարկաբեկել ընդդիմությանը հնարավոր բոլոր մեթոդներով, մեկնաբանեց Արծվիկ Մինասյանը, կառավարող ուժին մեղադրելով անմեղության կանխավարկածը խախտելու համար։ Մեծամասնությունը հակադարձեց, կաշառակերության ցանկացած փորձ կանխվելու է և պատժվելու անկախ նրանից, կառավարող թե ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներն են։ Ժողովուրդը 2 անգամ ավելի շատ ձայն տվել է քաղաքացիական պայմանագրին, դուք էլի ինչ-որ մկանցակ էիք մտել, ինչ էիք մտել, ձեր անունով առաջադրված չէիք, որտեվ գիտեք, որ մարդիկ նողկում են ձեր քաղաքական ուժից, պարոն Մինասյան։ Պատիվ ունեմը գնացել էր Մարտուն Գրիգորյանի դեմքով, գնաց ժողովրդին խաբեց, սուտ ասեց, սենց կանգնեց, ասեց ՔՊ-ն Վարդանիկի միջոցով ուզում է քաղաքը տանի, ձեները մարդկանցից հավաքեց, գնաց ու այդ ձեները ծախեց Վարդանիկին ուղիղ իմաստով։ Գյումրու ու Սերժ Սարգսյանի միջև ընտրեց Սերժ Սարգսյանի, Սերժի ասելով ընտրեց Վարդանիկի։ Ձեր քաղաքական թիմերը կաշառակերության տեսանկյունից նարկոման են։ Մկան կամ չգիտեմ ում ծագը, չգիտեմ դուք եք մտել։ 6 ամիս ի դեպ 2 օրեր պահանջվեց ձեզ, որպեսզի կարողանաք մարդու վարկաբեկելու եւ կեղծ առնվազն այս պահին չհաստատված մեղադրանքներով մարդկանց փորձել դատապարտել եւ Հայաստանի Հանրապետության երկրորդ խոշոր քաղաքում ստեղծել այդպիսի իրավիճակ։ Իշքան կոռուպցիոն սրիկաներ են բացահայտվելու ձեր կազմերից։ Մենք ձեզնից տարբերում ենք նրանից, որ մեր դեպքում կոռուպցիոն սրիկան կապ չունի, որ կուսակցությունից է։ Ցանկացած ուժից, եթե կոռուպցիոն սրիկա բացահայտվում է, գնում նստում է։ Ինչ վերաբերում է անմեղության կանխավարկածին, պարոն Մինասյան, ինչ եք խախտում մեր անմեղության կանխավարկածը եւ մեզ մեղադրում քաղաքական ռեպրեսիաների մեջ։ Մի խախտեք մեր անմեղության կանխավարկածը։ Դե ուրեմն կոռուպցիոներ սրիկան էլ է քաղաքական գնահատական։ Եթե Վարդան Ղուկասյանի վերաբերյալ լինի դատական ակտ, որը հաստատի հանցագործության առկայությունը, ես դատապարտելու եմ, հայտարարեց Արծվիկ Մինասյանը։ Նաև հարցրեց Ռուբինյանին, հակառակ պարագայում արդյոք պատրաստ են ներողություն խնդրել հնչեցրած արտահայտությունների համար։ Ռուբինյանը հիշեց նախորդ դեպքերը, երբ օրինակ ապացուցվել է Հայաստան խմբակցությունից Արմեն Չարչյանի մեղադրանքը, բայց դատապարտող արտահայտություններ չեն հնչել։ Գալիս եք ստեղ չափածուցված հիմքերով, ինչպես կարելի է առանց դա օրինական ուժի մեջ մտած վճռի։ Բա ո՞նց եք տենց դուք բան անում, բա ժողովուրդ ջան։ Բա Անիֆի թեմայով խեք խոսում։ Դե ուրեմն ծպտուն մի հանեք Անիֆի մասին, մենք կխոսանք, մենք մեկը ձեզանից լավ ենք խոսում, թե այդ առումով, թե մնացած առումներով։ 25 միլիարդ դրամի մսխման գործով քանի կալանավորված կա։ Վահագն Ալեքսանյան, քանի կալանավորված կա 0։ Ընդդիմադիր համայնքապետ կա, որ ընտրվել է չեք հրետապնդել։ Բյուրեղավանի, Նոր Հաճնի, Բերդի, Եղեգնաձորի, Ապարանի, Քաջարանի, Վարդենիսի, Թումանյանի համայնքապետերը։ Ես ուզում եմ հիշեցնել, որ օրինակ Վաղաշապատ համայնքի համայնքապետը ՔՊ-ից էր, որը հեռացավ, ու եթե չեմ սխալվում, ես վերջերս էլ մամուլում կարդացի, որ մեղադրանք է իրան առաջադրված։ Դիանա Գասպարյան, չէ՞, Վաղաշապատի համայնքի ղեկավարը։ Ինչ որ չեմ հիշում, կաշառակերության համար իրան բերման ենթարկեն, հարյուրավոր
ոստիկանական ուժեր։ Ձեր վերաբերյալ էլ մեղադրանք կա, բայց դուք էլ հիմա կալանավորված չեք, չէ՞։ Հիմա դա չի նշանակում, չէ՞, որ դուք ԿՊԵ-ական եք եւ ձեզ այլ կերպ ենք վերաբերվում։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավարը ամփոփեց, ընդդիմությունը չի կարող դատապարտել Գյումրու համայնքապետի կատարածը, քանի որ ուղիղ պատասխանատվություն է կրում Վարդան Ղուկասյանի իշխանության գալու հարցում։ Քննարկումները թեժացան տեսալսողական մեդիայի մասին օրենքում փոփոխությունների նախագծի ներկայացման ժամանակ, երբ պարզ դարձավ, որ ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Հովանավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ Քահանա Ասատրյանը։ Ու մեղքը կայանում էր ընդամենը նրանում, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկնոջը ընդունել է եկեղեցու։ Եվ սա շատ տրամաբանական է, քանի որ կտրիչի պահած մայրաթոռը սա է։ Էս ձեր լոգոն։ Ու ցանկացած քահանա, ով այդ Ատրուշանի առաջ չի երկրպագում, ով իր սքակիր մորը Քոչարյանի միտինգներին չի տանում, այդ քահանային սպասվում մի բան, կարգալուծություն։ Իսկ օրենքում փոփոխություններով առաջարկվում է հանրային հեռարձակողների նվազագույն շեմը 3-ից իջեցնել 2-ի։ Նախագիծը ներկայացրեց Թագուհի Ղազարյանը, հայտնելով սա չի նշանակում, որ հանրային հեռարձակողները չեն կարող լինել 2-ից ավելին։ Մտահոգություն կա, որ նախաձեռնությունը շողակաթ հեռուստաալիքի փակման նպատակով է, հստակեցրեց Գեգամ Նազարյանը։ Այո, նախաձեռնությունը մասնավորապես շողակաթ ՍՊ-ի հետ կապված խնդիրներն է կարգավորելու։ Այս տարիների ընթացքում շուրջ 3 միլիարդ դրամական միջոցներ առանց մրցույթի եւ մեկ անձից գնումների ընթացակարգով տրվել է մեկ կազմակերպության։ Կառավարության ընկալումը եղել է այն, որ նախագիծը որևէ հեռուստաալիք փակելու մասին չէ, հայտարարեց Մխիթար Հայրապետյանը։ Ընտրվելուց հետո առաջին բանը, որ այս իշխանությունն արել է, տեսալսողական մեդիայի տիրույթում շողակաթի ֆինանսավորման բարձրացումն էր, հիշեց նախարարը։ Իմ պատկերացումն այն է, որ հանրային հեռուստաընկերությունում հանրային հեռարձակողի խորհուրդը պետք է հոգ տանի, որ հանրօգուտ բովանդակությամբ հեռուստահաղորդումների քանակը թիվը ավելանա։ Եվ ես համարում եմ, որ այն բյուջեն, որը տրամադրվում է հանրային հեռուստաընկերությանը, լիուլի բավարար է, որպեսզի մեր հեռուստադիտողների համար ապահովի առնվազն նվազագույն քանակությամբ հեռուստահաղորդումներ, որտեղ հոգևոր մշակութային եւ կրթական բաղադրիչները դոմինանտ կլինեն։ Սա մեկ եւ երկրորդ ուղղությունը, որ մենք ոչ միայն պատկերացնում ենք, այլև փաստերով ենք արձանագրում, դա այն հիմնադրամն է, որտեղ առնվազն հաջորդ տարվա համար 250 միլիոն դրամ մենք բյուջետավորում ենք, որը գալիս է ընդհանրապես մեդիա միջավայրին աջակցելու։ Հայաստանից մեկնած բեռնատարների համար Ռուսաստանում մնալու 180-օրյա ժամկետը կարող է վերականգնվել, հայտարարեց Գևորգ Պապոյանը, որը ազգային ժողովում էր ԵԱՏՄ-ի եւ Գերմանիայի հետ համագործակցության շրջանակում համաձայնագրերը վավերացման ներկայացնելու համար։ Նախարարը խոսեց լուծման ուղղությամբ կատարված աշխատանքի մասին։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պաշտոնապես դիմել է Ռուսաստանի Դաշնության կառավարությանը, որպեսզի այվ առաջարկել է, որպեսզի 90 օրը իրենց ներքին օրենսդրությամբ սահմանված փոխարինվի 180 օրով։ Նախնական պետք է ասեմ, որ մենք ունենք դրական արձագանք, Ռուսաստանի Դաշնության գործընկերները համաձայնել են մեր մտահոգությունների հետ եւ իմ տեղեկություններով արդեն իսկ ներքին շրջանառության փուլում է Ռուսաստանի Դաշնությունում օրենսդրական նախաձեռնություն։ Հնարավորություն կա մինչև վերջնական որոշումը որոշ վարորդների մուտքը թույլատրվի։ Միջանկյալ տարբերակի մասին պարզ կլինի հոկտեմբերի 24-ի ԵԱՏՄ նիստի ժամանակ, հայտնեց նախարարը։ Վարդուհի Արզումանյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։